Ինչ ասես։ Որտեղ մեր երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, միանշանակ անհրաժեշտ են փոփոխություններ, որտեղ այս ուժը իրան արդեն սպառել է։ Առաջին գլոբալ փոփոխությունը, օրինակ Երուսաղեմ Ղարաբաղյանի քաղաքական շահառթի, ինչ պետք է անի։ Առաջին քաղաքական շահառթի, ինչ պետք է անի։ Իսկ թվում է գլոբալ խնդիրները այս պահին այնքան շատ են երկրում, բայց կարևորը նաև այս ատելության մթնոլորտը ժողովրդի, որովհետև ես կոնկրետ աջակցում եմ ու բոլոր կազմակերպված հավաքներին մասնակցում եմ ու ակնհայտ բան կա, էլի թշնամանք կա, ով որ ուժին է սատարում, մարդկանց մոտ այդ թշնամանքը ես զգում եմ։ Այդ ամեն ինչը պետքա վերանա։ Առաջինը դա այդ ներքաղաքական, մնացածը արդեն մյուս հարաբերությունները արդեն ինձ թվում է ավելի բարձր մակարդակով կլուծվի։ Չէ, դա հեքիաթների դաշտից է իմ կարծիքով։ Սեպտեմբերին ըստ այդ դրա սեպտեմբերին պատերազմ չի լինելու եւ չկա ոչ մի նախադրյալ պատերազմ լինելու համար։ Ըստ իս։ Վախի մթնոլորտ ծերմանել։ Օրինակ իմ մտերիմների մոտ շատ մարդիկ կան, որ ասում են, չէ, մենք կընտրենք Նիկոլին, մեր երեխեն հեսա բանակայթում պատերազմ չլինի։ Այդ մեխանիզմը աշխատում է։ Տվյալ ասում են, թո երեխեն հեսա պիտի բանակ է, այդ պատերազմ չլինի։ Այսինքն դա եւս որոշակի ձայներ վախի մթնոլորտ ստեղծելով հավաքելու իրանց միջոցն է։ Իսկ ձեր շրջապատում օրինակ մարդկանց տրամադրությունները 2021 թվականի ընտրություններին եւ հիմա կա փոփոխություն, ինչպես են տրամադրված կոնկրետ այս ընտրություններին։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, չեմ համեմատել, որ ասեմ ինչպես են տրամադրված, բայց մասնակցության առումով ինձ թվում է այս ընտրություններին ավելի շատ մարդ կմասնակցի, քան թե մյուս ընտրություններին։ Դա միանշանակ ես կարծում եմ։ Անցածին, եթե չեմ սխալվում, 1.200.000 ա եղել, կլորացած։ Հիմա միանշանակ ավելի շատ է լինելու, որովհետև մարդիկ գնալու են, իրենց ձայնը ասեն ու փոփոխություն անեն։ Բայց անցածին կներեք, ավելի ինչպես է գնահատում, ավելի իրավիճակը պայթունավտանգ չէր հաշվի առնելով, որ 20 թվականի պատերազմը, հա։ Անցածին, գիտեք, ըստ հաշվարկների, որ դիտարկած չհավատալու, չմասնակցելու, մարդկանց ընկճվածության պատճառով։ Իսկ հիմա այդ պատերազմի, այդ պարտությունից հետո եւս մի քանի հարցերի առաջ են կանգնել ադրբեջանցիների վերադարձ, մեր տարածքների հետ կապված ոչ մի զիջում չունի ադրբեջանական խոսույթում, ոչ մի զիջում չկա, այսինքն իրանք պատրաստ են վերադարձնել մյուս իրանց այսպես ասած տարածքները չլինեն քալքին եւ այլն, այսինքն իրանք ոչ մի զիջում չեն պատրաստվում, իսկ մեր ղեկավարություններ ոնց որ հնազանդ կատարում է։ Այսինքն խաղաղությանը, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, չեն հավատում։ Ինձ թվում է, չէ, դա հեքիաթ է։ Այս պահին դա ընդհանրապես հեքիաթների դաշտից է։